Խոսքը, որի մասին որ պետք է խոսամ, վերնագրել եմ գոհության գաղտնիքը։ Մի փոքր վերնագրին կանրադառնամ, թե ինչու գոհության գաղտնիքը, որ դուք էլ իմանաք ինչ սպասեք խոսքից։ Գոհության գաղտնիքը, որովհետև խոսելու եմ գոհության պատճառների մասին, թե ինչ պատճառներով մենք կարանք գոհանանք կամ գոհության հիմքը ինչն է, որ մենք գոհանում ենք ընդհանրապես։ Ու կխոսամ սրա մասին, այս եւ այլ հարցերի պատասխաններ իմանալու համար պարզապես մնացեք մեզ հետ, որովհետեւ մի քիչ կխորանամ նաեւ այլ տեղերում։ Գոհությունը առհասարակ, եթե խոսենք գոհության մասին, կարելի է գոհանալ ամեն ինչից, ամեն ինչի համար, ամեն անտեսանելի եւ ոչ տեսանելի բաների համար, որովհետեւ ամեն ինչն էլ Աստծո ստեղծագործությունն է ու ինչի համար արժե գոհանալ։ Ու մենք մի տեսակ չենք սիրում, չէ՞, ամեն մանրուքի համար գոհանալ, ասենց ամեն րոպե, ամեն վայրկյան, բայց այն նոր օրը, որ բացվում է, այն մաքուր օդը, այն ամեն օրվա հնարավորությունները, որ մեզ տրվում է, դա գոհանալու առիթ է, գոհանալու պատճառ է։ Բայց չգիտեք ինչի, մենք ավելի շատ գոհանում ենք այն բաների համար, ինչը ավելի երևացող է, ավելի գլոբալ է։ Օրինակ, չգիտեմ, հրաշքներ, զորություններ, սպասված աղոթքի պատասխաններ, փարքեստեր, բայց արժե ամեն փոքր բանի համար էլ գոհանալ Աստծուց։ Ու այն ամեն ինչն էլ, որ ամեն օր մեզ տրվում է, Աստծո ողորմության արդյունքն է։ Ու ուզում եմ ողորմության վրա մի քիչ կանգնեմ, որ ավելի լավ հասկանանք, թե ինչն է Աստծո ողորմությունը։ Աստծո ողորմությունը իր սիրո դրսևորումներից մեկն է, սիրո դրսևորման ձևերից մեկն է։ Ու պետք չի հասկանանք, որ Աստված մեզ ողորմում է, որովհետև մենք ողորմելի ենք, մենք խղճուկներ ենք, չէ։ Մենք այդպիսին էինք, երբ որ դեռ մեղքին ծառայեինք ու ծառայում էինք մեղքին, այդ ժամանակ ողորմելի էինք, որովհետև չենք ճանաչում Աստծուն, չունենք մեր սրտերում նրան։ Բայց այն պահից, երբ որ մենք ընդունեցինք, այն պահից, երբ մենք ընդունեցինք Հիսուսին որպես մեր կյանքի անձնական Տեր ու Փրկիչ, ամեն բան փոխվեց։ Հները անցան ու ամեն բան նոր եղավ։ Ու այդ ժամանակվանից Աստծո ողորմությունը սիրո դրսևորում, եկեք տենց հասկանանք, չմտածենք, որ մենք խղճուկներ ենք, մենք ողորմելիներ ենք, չէ, մենք Աստծո զավակներ ենք ու մենք մեր տեղը պետքա լավ իմանանք Աստծո մեջ, թե մենք ովքեր ենք, մենք նրա զավակներն ենք։ Ու մի փոքր ավելի խորանամ, թե ինչից ստեղծվեց այս խոսքը։ Հովիվը երբ որ ինձ ասեց, որ ես պետքա խոսք խոսամ, ինքը ինձ հաստարվանից դեռ ասել էր, որ կամաց պատրաստվի, որ խոսք պետքա խոսա, այսօրվա համար չէ ընդհանրապես, որ պետքա խոսաս, այն ժամանակ ես սենց մի հատ բան եղա, էլի, վայ ոնց ես, որովհետև իրոք պատրաստ չէի, բայց անցած շաբաթ էլ ասեց, որ պատրաստվի, մի օր շաբաթ խոսալու ես, ավելի պատրաստ է, ես շատ հանգիստ էր այդ փաստը, սենց ներքուս հոգևորապես պատրաստ էի։ Ու հոյ որ ասեց ինչից կխոսաս, այս տեղն էի կարդացել, Սաղմոս 140, 13 խոսքը, մի քանի օր առաջ էի կարդացել ու ինձ սենց շատ ուժեղ այդ տեղը սենց ցնցեց, կպել էր։ Ասում է հիրավի արդարները գոհություն են մատուցելու քո անվանը, ուղիղները բնակվելու են քո ներկայության մեջ։ Ու երբ որ Հովիվն ասեց, այս տեղը հիշեցի, այս երևի գոհության մասին կխոսամ, ես այս տեղը կարդացել էի ու նես չի սենց խոսք էի գրել, ուղղակի սենց դաջվել էր մտքիս մեջ, սրտիս մեջ ու միանգամից այդ եկավ մտքիս։ Ու գնացի աշխատեցի այս խոսքի վրա ու բացվեց, ավելի շատ բացվեց։ Երբ որ այս խոսքը ես կարդացի, այսինքն դու պետքա արդար լինես, որ գոհություն կարողանաս հայտնել, գոհություն հայտնելու պատճառ ունենաս, որովհետև խոսքը ասում է, արդարները գոհություն են մատուցելու քո անվանը։ Իսկ մենք գիտենք, որ խոսքում գրված ոչ մի բան հենց այնպես չի։ Ու սենց մի հատ վաու ռեակցիա եկավ իմ մոտ, ոնց, այսինքն, ու ես մի քանի անգամ կրկնում եմ սենց, ես պետք է արդար լինեմ, որ գոհություն կարողանամ մատուցեմ, ես պետք է արդար լինեմ ու սենց դաջվեց այդ իմ մեջ։ Ու այսինքն գաղտնիքներից մեկը գոհություն մատուցելու, գոհություն հայտնելու արդարությունն է, այսինքն մենք պետք է արդար լինենք, որ պատճառ ունենանք գոհություն հայտնելու, Տիրոջ խոսքն է ասում դրա մասին։
ու եթե մենք արդար ենք, բնականաբար մեր ճանապարհներում, մեր քայլերում, մեր խոսվածքում, ամեն ինչում, եթե մենք արդար ենք վարվում, մենք գոհանալու շատ պատճառներ կունենանք, որովհետև գրված է, չէ, որ շատ են արդարի օրհնությունները, էդ էլ չի պատահական գրված, ու մենք շատ խոսքեր կան, շատ տեղեր կան գրված, որտեղ փաստում է դրա մասին, որ արդարի օրհնությունները շատ են։ Ու Սաղմոս 37-ից էլ կկարդամ տեղ, 37, 25, 26 խոսքերը, հեռախոսից եմ կարդում, որովհետև այս թարգմանությունը ավելի դուրս եկավ։ Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա, և նրա զավակին հաց մուրացող։ Արդարը միշտ ողորմած է, և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։ Սաղմոսերքուն ինչ ա գրում, որ դեռ երեխա ժամանակվանից ինքը տեսել է, որ Աստված արդարին չի լքում, Աստծուց լքված չի արդար մարդը, ու արդարը նաև ողորմած է, սկզբում ողորմության մասին էի խոսում, չէ, Աստծո, դա Աստծո բնավորությունն է, ու մենք եթե արդար ենք լինում, մենք Աստծո բնավորությունն էլ կունենանք, որովհետև Աստծո խոսքով եթե մենք ապրում ենք, Աստծո խոսքը գիտենք, մենք գնալով Աստծուն ենք, չէ, նմանվելու, ու մեր նպատակն էլ է դա, որ նրան նմանվենք, որովհետև նրա զավակներն ենք։ Ու տեսնում ենք այստեղ, որ արդարի օրհնությունները նորից շատ են, ու ստեղ կա գոհանալու մեկ այլ պատճառ։ Ասում է, արդարը միշտ ողորմած է, փոխ է տալիս և օրհնված է նրա զավակը։ Ստեղ գոհանալու պատճառը օրհնված է նրա զավակը։ Կարծում եմ սրանց մեծ գոհանալու պատճառ, ովքեր ծնողներ են, ավելի լավ կպատկերացնեն։ Ես ծնող չեմ, բայց ստացա, որ սա գոհանալու պատճառ է, ու ովքեր ծնողներ են, ավելի լավ կպատկերացնեն, որ օրհնված զավակ տեսնելը, այսինքն եթե զավակդ օրհնված է, կա շատ մեծ հավանականություն, որ կլինեն սերունդներդ օրհնված։ Ու այս դեպքում արդեն գոհանալու շատ մեծ պատճառ կա, օրհնված զավակներ, օրհնված սերունդներ։ Ու այս ամեն ինչը ինչի հետևանքով արդարության, որովհետև դու արդար ես եղել ու Աստված քեզ երբեք չի լքել։ Տեսել է քո արդարությունը, տեսել է քո ձեռքի գործը, քո բերանի խոսացածը ու ինքը քեզ օրհնում է, ոչ միայն քեզ, այլև քո զավակներին։ Ու Աստծո խոսքը նույնպես այստեղ ապացուցում է մեզ այդ փաստը, օրհնությունների գոհության արդյունքը, գոհության պատճառներից մեկը։ Պետրոս 3:12, սա վերջին տեղն է, որ կկարդամ։ Որովհետև Տիրոջ աչքը արդարների վրա է, և ականջները նրանց աղոթքին, սակայն Տիրոջ երեսը չարագործների դեմ է։ Առաջին հատվածին դարձնենք ուշադրություն, Տիրոջ աչքը արդարների վրա է և ականջները նրանց աղոթքին։ Աստծո բնավորություն ունեցող մարդը, ոնց նշեցի քիչ առաջ, չար բան չի խնդրի, չէ, հաստատ, նենգ մտադրություններ չի ունենա։ Ու ինչքան մենք Աստծո բնավորությունը ունենանք, այնքան կլինենք արդար ու կլինենք ազնիվ, կլինենք մաքուր, չենք լինի կեղտոտ, հոգևոր պատկերացրեք այդ ամեն ինչը։ Ու երբ որ Տերը լսի արդարի աղոթքը, պարզ է, չէ, որ արդարը կաղոթի մաքուր բաներ, լավ բաներ, մաքուր սրտով կաղոթի ինքը։ Ու Աստծո խոսքը ասում է, որ Տիրոջ ականջը արդարի աղոթքին է։ Այսինքն եթե Տիրոջ ականջը արդարի աղոթքին է, ուրեմն կլսվի, չէ, լսելի է ու կպատասխանվի այդ աղոթքը։ Այսինքն այստեղ մի բան էլ հասկանանք, որ նաև աղոթքը լսելու համար է պետք լինել արդար։ Եթե մեր աղոթքները չեն պատասխանվում, կարող է պատճառներից մեկը հենց սա է, որ մենք ինչ որտեղ, ինչ որ պահի արդար չենք գտնվել, արդար չենք վարվել։ Ու նաև արդարը հավատով պիտի ապրի։ Տենց խոսք էլ ունենք, չէ՞, մենք գրված Հռոմեացիներում։ Ու այսինքն արդարը հավատով պետք է ապրի։ Եթե դու արդար չես, սա մի տեսակ բանաձևի էլ է նման, արդարը հավատքով պետք է ապրի։ Դու արդար ես, քո սպասումը Աստծուց է, ու դու գնում ես Աստծուն, չէ՞, ինչ որ խնդրի ժամանակ, խնդրվածք ունես, գնում ես Աստծուն ու սպասում ես, որ ինքը քեզ կլսի, ինքը քո աղոթքին կպատասխանի։ Բայց երբ որ ինչ որ
մեղքի մեջ ես ընկել կամ ինչ որ մի ճանապարհներում ուղիղ չես քայլել, ծուրումուռ ես քայլել, շիտակ չես եղել, երբեմն ամաչում ենք, չէ՞, որ ասում ենք երես չունեմ, երեսս չի բռնում, գնամ Աստծո առաջ ինչ որ բան ասեմ, մեկ-մեկ մենք տենց ենք մտածում, ամաչում ենք, բայց ինքը մեզ տենց էլ է ընդունում, ինքը մեզ տենց էլ է սպասում, որ մենք այդ մեր կեղտ ուտեությամբ կգնանք ու կմաքրվենք, կխնդրենք, որ ինքը մաքրի մեզ, բայց այդ ժամանակ մենք մտածում ենք, որ դե ինչ երեսով գնամ, ես չեմ կարող գնամ իր առաջ կանգնեմ ու այստեղ Աստծո խոսքը ոնց որ մենք շեղում ենք, էլի ճկում ենք, ասում արդարը հավատով կապրի, արդարը հավատով պետք է ապրի ու եթե մենք մեր արդարությունը չենք պահում, արդեն հավատն էլ է տեղ տուժում, հավատն էլ է տկարանում, որովհետև եթե մենք չկարեցանք գնանք Աստծո առաջ, այսինքն մենք չենք հավատում, որ ինքը մեզ կօգնի, մեր սպասումը իրանից չի, միգուցե մարդկանցից է, միգուցե իրավիճակներից է, այսինքն մենք ինքներս մեր անարդարությամբ կարանք նաև մեր հավատքը տկարացնենք ու այդ ամենի համար եթե ամփոփեմ կարճ եւ գոհանալու եւ մեր սրբությունը պահելու համար եւ մեր հոգեվոր կյանքը պահելու համար մենք պետքա պարզապես գտնվենք արդար որովհետեւ մենք տեսանք Աստծո խոսքի միջոցով թե արդարության յետևում ինչեր կան թաքնված դրա համար ամեն ժամանակ արդարությունը այդ ամենակարևոր բաներից է, այն կարևոր գաղափարներից մեկն է, որ Աստված մեզ զգուշացնում է դրա մասին։ Աստված շատ բաների մասին է զգուշացնում, շատ բաներ է մեզ պատվիրում, բայց երբ որ խոսքը քննում ենք, երբ որ խորանում ենք խոսքի խորքերը, մենք տեսնում ենք, որ ամեն մի գրվածք, ամեն մի մանրուք շատ կարևոր է։ Ու ամփոփելով կասեմ, որ գոհության պատճառը դա արդարությունն է։ Մենք պետքա գտնվենք արդար, պետքա լինենք արդար, որպեսզի ունենանք գոհանալու շատ պատճառներ։ Իսկ դրա հետևանքով մենք ունենանք շատ օրհնություններ ու գոհանալու պատճառը արդեն պատրաստ է։ Այսքանն էր իմ խոսքը, կխնդրեմ կանգնեք, կարճ աղոթենք։ Հալելույա Հիսուս, Տեր մենք շնորհակալ ենք, մենք գոհանում ենք Տեր, քո խոսքի համար Հիսուս, որ տվել ես մեզ, որ ժառանգություն ես թողել մեզ Տեր։ Մենք գոհանում ենք ամեն խոսքի համար Տեր։ Թող քո խոսքերը մեզ բացվեն, լցվենք քո հայտնություններով Հիսուս, լցվենք քո սուրբ կրակով Տեր։ Լինենք արդար, գտնվենք արդար մեր բոլոր ճանապարհներում Հիսուս, որպիսի ունենանք գոհանալու պատճառներ, որպիսի լինենք օրհնված մենք եւ մեր սերունդը Հիսուս, ու մենք հավատում ենք, որ դու քո օրհնությունները կտաս քո զավակներին, երբ որ նրանք շարժվեն քո ճանապարհներով ու քո խոսքի համաձայն Հիսուս, գոհանում ենք ամեն բանի համար, եղիր մեծարված ու փառավորված։